Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1 Շնորհակալություն հյուրընկալության համար շատ ջերմ վերաբերմունքի համար քանի որ գտնվում ենք մուշ թաղամասում կցանկանամ ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը կապված մուշ թաղամասի հետ գիտեմ որ այս մեծ թաղամասի ամենամեծ խնդիրը աղբատաշն է որպես Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար այդ կարճ ժամանակահատվածում արդեն երևի մի 8-9 անգամ այդ հրդեհը մենք հանգցրել ենք տարբեր միջոցներով մարդիկ կան որ դիտավորյալ այնտեղ կազմակերպում են հրդեհ եւ այդ կարշահոտությունը այդ ծանր ծուխը շնչում են մեր քաղաքացիները այս ընթացքում առիթ եմ ունեցել հանդիպել 4 ընկերությունների հետ ովքեր ցանկացել են Գյումրիում ունենալ ստեղծել աղբի վերամշակման գործարան եւ աղբատաշտի հետ կապված ծրագրեր մեկ ընկերություն ով ամենա իրատեսական ծրագիրներ ներկայացրել իրենք ներկայացրել էին առանց աղբատաշտի հետ կապված աշխատանքների ծրագիր ես իրենց խնդրեցի որպեսզի վերամշակեն լրացնեն ծրագիրը հիմա ներկայային ներկայացրել են նաեւ աղբատաշտը վերացնելու հետ կապված ծրագիր որը շատ իրատեսական է մոտ ժամանակներում մենք կունենանք արդեն կոնկրետ քննարկումներ մնացած խնդիրները մուշ թաղամասի հետ կապված տեղյակ եմ նաև մեր բազմաբնակարան շենքերի կոյուղագծերի հետ կապված որոնք շատ արագ այսպես ասած ապալ-թապալ սարկած անորակ աշխատանքների հետևանք է այդ կոյուղագծերը պատվալային հատվածները նստում է կոյուղագծերը անջատվում են իրարից եւ այդ խնդիրը առաջացել է համատիրության նախագահների հետ զրույցներ ունեցել եմ իրենք պետք է ներկայացնեն ծրագրեր մեր համայնքապետարանի հետ համատեղ պետք է կարողանանք այդ հարցերը լուծել Նաև մուշ թաղամասում կառուցվել է գեղեցիկ հրապարակը մենք ավելի պետք է բարեկարգենք որովհետև կարճ ժամանակում կոտրվել են ինչ որ խնդիրներ կա պետք է նաև բնակիչներին խնդրենք որ մենք մեր ունեցածը պետք է պահենք, փայփայենք, ուշադիր լինենք, հոգատար լինենք մեր քաղաքի հանդեպ եւ թույլ չտանք այսպիսի անտարբեր վերաբերմունք Այստեղ ունենալու են գեղեցիկ պուրակ, մեր երեխաների համար խաղահրապարակներ, ձեր բոլորի խնդիրներից քաջատեղյակ եմ, առիթ եմ ունեցել անձնապես հանդիպել մեր քաղաքացիների շատերի հետ եւ պատրաստ եմ նույն տեմպով եւ ավելի վճռական, ավելի մեծ հնարավորություններով կանգնել մեր գյումրեցիների մուշ թաղամասի բնակիչների կողքին տարբեր տեխնազուներ, տարբեր ծրագրեր են ներկայացնում, մեր ծրագիրը բացարձակ իրատեսական, շատ համեստ, կարճ, լակոնիկ ծրագիր է, որը իրականացնելու ենք 5 տարիների ընթացքում, որոշ ծրագրեր նույնիսկ 5 տարուց ավելի շուտ, մենք ներկայացրել ենք ծրագիր Գյումրի համայնքի համար նոր գերեզմանատուն ունենալու, որը կարծում եմ մեր քաղաքի բնակիչների համար շատ կարևոր խնդիր է, այսօր մենք գիտենք գերեզմանատները ինչպիսի վիճակում են գտնվում, հուղարկավորություն կատարելու ազատ տարածքներ չկա, արդեն նախագիծը կազմված է, ունենալու ենք տիպային գեղեցիկ մեր քաղաքացիներին հարիր գերեզմանատուն, բոլորին հավասար, հարուստի ու աղքատի գերեզման այդտեղ չի լինելու, եթե մեր այդ քաղաքական, այսպես ասեմ, ճակերտավոր հակառակորդների մեջ բազմիցս նշել եմ ինձ համար Գյումրիում թշնամիներ չկան, բոլոր գյումրեցիների քաղաքապետն եմ լինելու, անկախ Այն քաղաքացիներից, ով ինչ քաղաքական հայացք ունի, նախընտրական պրոցեսներում, ով ում կողքին է կանգնել,
իմ համար բացարձակ նշանակություն չունի, բացարձակ իմ կողմից անընդունելի է անձնական վիրավորանքները, մինչ օրս որևիցե մեկին, որևիցե վատ խոսք չեմ ասել եւ զգուշացրել եմ, որ եթե արդեն կարմիր գծերը հատեցին, անձնական իմ կողմից գնահատական կլինի ամսի 30-ից հետո ես ցանկանում եմ, որ բոլորս իրար հարգենք, ձեռք սեղմենք, որովհետև մեր քաղաքին պետք է համերաշխություն, մեր քաղաքին պետք է միասնականություն, մեր երկրին պետք է խաղաղություն, այստեղ չեմ կարծում, որ որևէ գյումրեցի չի ուզում, որ մեր երկիրը թևակողի խաղաղության փուլ։ Մենք միայն խաղաղ պայմաններում կարողանանք ունենալ կայուն զարգացող պետություն եւ հետեւաբար կունենանք զարգացող քաղաք։ Բոլորս տարբեր առիթներով ծնունդի, կնունկի, հարսանիքի առաջի երկրորդ բաժակը խմում են խաղաղության կենացը։ Երեք մարդիկ եկել են այստեղ, մինչ օրս որևէ միջադեպ չէր գրանցվել, հանուն արտարության ասեմ, բայց երեք ինչ-որ Երևանից մարդիկ են եկել դաշնակցականների ուղեկցությամբ, ես հորդորում եմ, խնդրում եմ, որ նրանք չխառնվեն Գյումրու ընտրություններին, գնացինք իրանց խառնեցին, հեշտան չարեցին։ Հիմի Կարնեգի ինչ գործ ունի Գյումրիում, եկել է Գյումրու ընտրությունների այս նախընտրական փուլում, մնացել է մեկ շաբաթ ավելի քիչ եւ կրկեր է լարում, գյումրեցիները գիտակից են, գյումրեցիները այդ սադրանքներին չեն տրվելու, մենք կատարելու ենք ընտրություն Գյումրու ապագա 5 տարիների վերաբերյալ, ես վստահ մեր թիմով ինչ խոստում տվել ենք, ինչ ծրագիր գրել ենք, իրականացնելու ենք, գյումրեցիներն էլ, քանի որ այնպես է ստացվել, որ մասնագից 9 ուժերից 8-ը հայտարարել են, որ դուրս են եկել մեկի դեմ, ես էլ հայտարարել եմ, որ ես գյումրեցիների հետ պատրաստ եմ այդ մարտահրավերը ընդունել եմ, իմ կողքին, իմ թիկունքին գյումրեցիներն են։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1